Հայաստանն ավարտել է իր հերթական ժողովրդավարական քննությունը, խորհրդարանական ընտրությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրության արդյունքները։ Ասենք, որ դրանք վերջնականը չեն, որովհետև որոշ ուժեր ամենայն հավանականությամբ պահանջելու են վերահաշվարկ, բայց ամբողջական հաշվարկի համաձայն ձայները բաշխվել են հետևյալ կերպ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 49,825%, Ուժեղ Հայաստան կուսակցություն 23,281%, Հայաստան դաշինք 9,934%, Բարգավաճ Հայաստան կուսակցություն 3,996%։ Սրանք առավել շատ ձայներ ստացած ուժերն են և այս պատկերը ցույց է տալիս, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի հաջողվել հաղթահարել 4%-ի շեմը և եթե այլ փոփոխություններ չլինեն, կուսակցությունը չի անցնի խորհրդարան։ Ուշ գիշերը Նիկոլ Փաշինյանը իրենց կենտրոնական շտաբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենք հաղթել են ընտրություններում և իր ասելիքն ու պլանը չի փոխվել։ Իմ ասելիքը և պլանը չի փոխվել, այդ ուժերի լիդերները պետք է բերվեն պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Նրանք քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն ձեզ հայտնի գործերով և քրեա օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ մեծ տեմպերով և արագ տեղի ունենա ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմով, քրեական գործերով, պետական շահերի պաշտպանության համակարգով, համայնքային շահերի պաշտպանության համակարգով և ի վերջո այս քաղաքական ուժերը իրենք քաղաքական ուժեր չեն, իրենք քրեա օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ են և պիտի նրանք պետք է գործունեության դաշտ չունենան Հայաստանի Հանրապետությունում։ Ինչպես ասել եմ, պատերազմի եռագլուխ կամ լրտեսական եռագլուխ կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից։ Քաղաքական դաշտում դա մեր առանցքային անելիք։ Տոկոսի մասին հստակ է, մենք ձևավորում ենք կառավարություն, քանի մանդատով այդ արդեն կերևա հնդած։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը բացառեց հետընտրական զարգացումները հետևյալ պատճառաբանությամբ։ Ես բացառում եմ Հայաստանում հետընտրական զարգացումներ։ Ես ասել եմ, կարծեմ հրապարակային ասել եմ, այո, իմ հարցազրույցում, որ հետընտրական զարգացում լինում է այնտեղ, որտեղ լինում է իշխանության կողմից ընտրությունների արդյունքների կեղծում։ Ընդդիմություն չի կարող հետընտրական զարգացում հարուցել, բացառված բան է, որովհետև իրենց ստացած ձայների մի շատ մեծ մասը այդ ընտրակաշառքով ստացած ձայներ են և բացառում եմ, որ Հայաստանի ժողովուրդը թույլ կտա, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ընդհանրապես թպրտա։ Թույլ տվեք կանխատեսել, որ ոչ մի հետընտրական պրոցես էլ չի լինի։ Փաշինյանի հայտարարությունից հետո իր առանձնատնից արված հայտարարության մեջ Սամվել Կարապետյանը երեք տեղի ունեցած ընտրությունները խայտառակություն որակեց, նշելով, որ անցած մեկ ամսում ենթարկվել են հալածանքների և բռնությունների։ Կարապետյանը նշեց, որ իր թիմակիցները 70-ը կալանավորվել է, 700-ից ավելի մարդ ձերբակալվել։ Սիրելի հայրենակիցներ, այսօր ժամին ես ուզում եմ ներկայացնեմ ձեզ այս խայտառակ ընտրությունների իրավիճակը։ Դուք բոլորդ այս մեկ ամսում տեսաք, ինչ հալածանքների ենք մենք ենթարկվում, ինչ բռնությունների ենք մենք ենթարկվում։ Մեզանից, մեր թիմակիցներից մոտ 75 հոգի այսօր կալանավորված են, 700-ից ավել մարդ ձերբակալվել են և այս մարդիկ նույնիսկ չհանգստանալով որոշեցին ընտրության օրը անհասկանալի գործերով զբաղվել։ Նույնիսկ աշխարհի պատմության մեջ չի եղել դեպք, երբ հաշվարկի ժամանակ ընդհատում են ու ասում են մենք առավոտյան 9-ին կներկայացնենք արդյունքները, տեսնելով, որ խայտառակ ձևի իրենց արդյունքները նվազում են և ամեն րոպե նվազում են, իրենք կանգնեցրին
հաշվարկը եւ մենք նույնիսկ չենք հասկանում առավոտյան ինչ են ներկայացնելու։ Ես ուզում եմ ձեզ ասեմ, բոլորիդ ասեմ, վստահ եղեք, ընտրությունները դեռ չեն ավարտվել, ընտրական արդյունքները դեռ չկան, դրա համար մի անհանգստացեք, ինքը իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, որովհետև դուք նույնիսկ իրենց հարցազրույցից, իրենց դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դիմելու է կենտրոնական ընտրական հանձնաժողով, խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկ իրականացնելու հարցով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Բարգավաճ Հայաստան կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Նրա խոսքով քվեների հաշվարկի ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում Բարգավաճ Հայաստան կուսակցության դիմաց արտացոլվում էր 1 թիվ, իսկ յուրաքանչյուր հաջորդ թարմացման համար հայտնվում էր այլ թիվ, ընդ որում նվազած։ Ազգային ժողովի հանձնաժողովների նիստին 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ իր խոսքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձանագրել է, որ 2025 թվականին բավականին լայն թափով սկսվել է Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների բնապահովման ծրագիրը։ Պիտի ասեմ, որ մոտ 40,000 Ղարաբաղի մեր հայրենակիցներ արդեն ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եւ մենք շուրջ 50 միլիարդ դրամի բնակարանի ապահովման գծով հատկացումներ ենք իրականացրել, եւ արդեն մի քանի հազար ընտանիքներ ձեռք են բերել բնակարաններ եւ տնավորվել են։ Նաեւ առաջիկա 10 տարում պլանավորում ենք շուրջ 800 միլիարդ դրամ հատկացում անենք, որպիսի արմատապես այդ խնդիրը լուծենք, նշել է վարչապետը։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անդրադառնալով հարցին, թե ինչ մեխանիզմով են Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական ապրանքները մուտք գործելու Եվրամիության երկրներ, նշել է, որ ընդհանուր քաղաքական ըմբռնում կա Հայաստանի եւ Եվրամիության միջև։ Մենք մտնում ենք տեխնիկական ձևակերպումների փուլ։ Միրզոյանը հաստատել է, որ սա քաղաքական որոշում է։ Ընդհանրապես կարող են գնալ հայկական բեռներ օդանավով, ասենք Եվրոպական միություն կարող են գնալ Վրաստանի տարածքով, այնուհետև կարող են գնալ Թուրքիայի տարածքով, հա, այդպես այլ տարբերակներ էլ կարան լինեն, բայց պակաս ռացիոնալ, օրինակ, չգիտեմ, հասնեն ծոց եւ բան, մենք իրատեսական եւ արդյունավետ ճանապարհներն ենք քննարկում։ Հունիսի 2-ին Կարսում տեղի ունեցավ շատ լուրջ հանդիպում Հայաստանի եւ Թուրքիայի գործարարների միջև, հանդիպումը կազմակերպված էր Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների մասնակցությամբ, առևտրային պալատների մասնակցությամբ եւ կողմից, եւ պետք է ասեմ, որ այս հանդիպումը էականորեն տարբերվում էր նախորդիվ երբևէ եղած, ասենք, չգիտեմ, շփումներից գործարար, որովհետև շատ հագեցած էր օրակարգով, շատ մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև օրինակ Թուրքիայի արևելյան, հյուսիսարևելյան 3 նահանգների գործարար շրջանակների կողմից շատ էական մեծ հետաքրքրություն, եւ ես կարծում եմ, որ սա շատ լավ ստարտ է այս առումով, ես ակնկալում եմ, որ ռացիոնալ ժամկետներում առաջիկայում մենք կունենանք երկրորդ հանդիպումը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ես տեղյակ եմ, որ կոնկրետ խոսակցություններ են սկսված գործարար շրջանակների, առանձին ընկերությունների կողմից եւ միջև, եւ ես ուրախ կլինեմ, վստահ եմ, որ կտեսնենք այդ խոսակցության շարունակությունը, կտեսնենք այդ խոսակցության նյութականացումը եւ շոշափելի պտուղները։ Մի գործընթաց է սկսված, որը կհամարձակվեն վստահություն հայտնել, մեծ հաշվով չի կանգնելու եւ բերելու է ոչ միայն տնտեսական լավ արդյունքներ, այլև իր հետևից բերելու է նաեւ քաղաքական լավ արդյունքներ։ Շարունակում ենք թողարկումը։ Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Ֆիդանը ընդգծել է, որ Թուրքիան ակնկալում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրում, առանց հետաձգումների։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի հիմնավորված մտահոգությունները պետք է լուծում ստանան։ Նրա խոսքով Թուրքիան կանի հնարավոր ամեն ինչ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար, իսկ կողմերի ցուցաբերած քաղաքական կամքը տարածաշրջանի համար ստեղծել է հնարավորությունների հստակ պատուհան։ Հական Ֆիդանը նաև հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ երկխոսությունը, Ադրբեջանի հետ համակարգմամբ։ Նա հավելել է, որ վերջին 4 տարիների ընթացքում Թուրքիայի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրվել է զգալի առաջընթաց։ Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի։ Սա երկրի եւ ժողովրդավարության անվտանգության հարցն է։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գործադիր մարմնի անդամների հետ քննարկեցինք առաջիկա ծրագրերն ու քայլերը, գրել է վարչապետը։ Հայաստանում ընդհանրապես կան հանցագործությունների տեսակներ, որոնց նկատմամբ ինչ-որ տենց հանդուրժողականության չհամաձայնեցված մթնոլորտ է ձևավորված, մի ուղղությունը ընտանեկան բռնությունների հետ կապված ուղղությունն է, մյուս ուղղությունը ընտրակաշառքների հետ կապված ուղղությունն է, որովհետև ընտրություններն անցնում են, արդեն ասում ենք դե լավ, դե անցավ ընտրությունները, հետևաբար ընտրակաշառք տվողները եւ ստացողները կարող են գնալ իրենց գործերին։ Ես կարծում եմ, որ այս պրակտիկան պետք է արմատապես փոխվի։ Այս ընտրություններում ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեջ բռնված ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփումը պետք է անցկացնի բանտում։ Եթե սրա համար անհրաժեշտ են իրականացնել օրենսդրական ինստիտուցիոնալ փոփոխություններ, այդ փոփոխությունները անհրաժեշտ է հիմա անհապաղ ձևով անել, բայց ես չեմ կարծում, թե դրա համար պետք է փոփոխություններ։ Ես հստակ պահանջում եմ, որ նրանք, ովքեր ընտրակաշառք վերցնելու կամ տալու մեջ բռնվել են, միջև հաջորդ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքների ամփոփման առնվազն օրը պետք է լինեն բանտում։ Սա երկրի անվտանգության եւ ժողովրդավարության անվտանգության հարց է եւ պետք չի հետո խղճահարության տեսարաններ սարքել։ Խղճահարության տեսարանները վաղուց սարքված են եւ եթե մենք հոգատարության խնդիր ունենք, առաջին հերթին մեր պետությունը պետք է լինի մեր հոգատարության առարկա, մեր ժողովուրդը եւ նրա ազատ կամքը եւ նրա ազատ կամքի արտահայտման հնարավորությունը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Այս մասին հայտնեցին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից։ Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը, հայտնեցին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Ավելի վաղ հրապարակված տեղեկատվության համաձայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր հունիսի 9-ին Զվարթնոց օդանավակայանից փորձել է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել։ Ավելի ուշ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այցեր ուներ խիստ անձնական եւ ընտանեկան նպատակներով։ Նա մասնավորապես նշել է. «Սա է ամբողջ պատմությունը, երբ օդանավակայանում անձնագրային անցակետում Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինչ-որ բան պետք է ճշտեն, Ծառուկյանը պատասխանել է, որ որևէ բան ճշտել պետք չէ եւ եթե դա պետք է լինի այլ մեկնաբանության տեղիք, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից եւ վերադառնում է տուն։ Ես հասկանում եմ, որ իշխանական ԶԼՄ-ները այսօրվա Հայաստանում ամեն բան գրելու ինդուլգենցիա ունեն, բայց կան բաներ, որ իսկապես անթույլատրելի են», գրել է Տոնոյանը։
Եվրոպական միությունը հայտարարություն է տարածել անդրադառնալով Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։ Բոլոր քաղաքական դերակատարներին կոչ անելով հարգել քվեարկության արդյունքները, ժողովրդավարական ընթացակարգերը եւ ցանկացած ընտրական բողոք հասցեագրելու համար օգտվել իրավական մեխանիզմներից։ Տարածված հայտարարության մեջ Եվրոպական միությունը մասնավորապես շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խորհրդարանական ընտրություններում քվեարկելու իրենց ինքնիշխան ժողովրդավարական իրավունքն իրացնելու կապակցությամբ եւ բարձր է գնահատել քաղաքացիական մասնակցության բարձր մակարդակը։ Հաղորդվում է, որ Եվրամիությունը ի գիտություն է ընդունում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հայտարարված նախնական արդյունքները, որոնք մատնանշում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցության հստակ առաջատարությունը։ Հայաստան դաշինքը բողոքներ է ներկայացրել Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մի քանի ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկ իրականացնելու պահանջով։ Այս մասին հայտնել է Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Այս պահին հանրապետության տարբեր տեղամասերում տեղի է ունենում հաշվարկ, այսինքն մի շարք տեղամասեր մենք բողոքարկել ենք, որպեսզի տեղի ունենա վերահաշվարկ եւ բացի մեզանից տարբեր ընդդիմադիր քաղաքական միավորներ եւս այդ պահանջով դիմել են առաջիկա օրերին մինչեւ շաբաթվա վերջ հանրապետության մի շարք տեղամասերում տեղի ունենալու այդ վերահաշվարկ։ Ակնհայտ է, որ կան տեղամասերում արձանագրված արձանագրությունների եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված տվյալների մեջ անհամապատասխանություն։ Այսինքն մենք տեղամասից ունենք ստորագրված կնքված արձանագրություն, որտեղ արտացոլված են այլ տվյալներ, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովում այլ տվյալներ։ Պատրաստվում ենք դիմել սահմանադրական դատարան, վիճարկելու ընտրության արդյունքները, սրա համար թիմը աշխատում է, ակնհայտ է, որ ընտրությունները տեղի են ունեցել ճնշումների, ոչ ազատ, ոչ արդար պայմաններում, դրա համար կան բազմաթիվ փաստեր, փաթեթը պատրաստվում է եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքները վերջնական հայտարարելուց հետո նաեւ գնալու ենք այդ ճանապարհով։ Ակնհայտ հասկանալով ովքեր են նստած սահմանադրական դատարանում, ակնհայտ հասկանալով նրանց կաշկանդվածությունը եւ ըստ էության իշխանության կցորդ լինելու հանգամանքը, բայց այս ամեն ինչով հանդերձ ծանրակշիռ փաստերով մենք մտնելու ենք սահմանադրական դատարան արդյունքները հրապարակելուց այս վերջնահաշվարկը ավարտելուց հետո։ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանը անդրադարձել է խորհրդարանական ընտրություններում 20:00-ից հետո զինծառայողների քվեարկության մասին հրապարակումներին։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում գլխավոր շտաբի պետը վստահեցրել է, որ դա իրականացվել է օրենսդրության սահմաններում։ Համաձայն ընտրական օրենսգրքի պահանջների, երբ որ քաղաքացին, զինվորը կապ չունի, զինվորը նույնպես քաղաքացի է, գտնվում է ընտրատեղամասի տարածքում, թույլատրվում է նա շարունակի իր սահմանադրական պարտքի կատարումը։ Մեր զինծառայողները ընտրատեղամասի տարածքում եղել են սահմանված ժամի, այսինքն ոչ մի զինծառայող ընտրատեղամասի ուշ չի ներկայացել։ Դրա համար էլ կարող եք հարցերը տալ ընտրական հանձնաժողովի նախագահին եւ մյուսներին։ Հայաստանի զինված ուժերի շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հերքում է պնդումները, թե վարժական հավաքները կիրառվում են որպես պատժիչ միջոց ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ նրանց համակիրների համար։ Բանակի վարժական հավաքների պետք է ընդգրկվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մարդը, պահեստազորայինը, ով որ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, համապատասխան նաև տարիքային շեմի մեջ է մտնում եւ իրենք հաշվառված են Հայաստանի Հանրապետության տարածքում, Երևան քաղաքում կամ մարզերում, այս կամ այն զինկոմիսարիատներում եւ նրանք պետք է հերթականությամբ կանչվեն վարժական հավաքների։ Մենք արդեն 23 թվականից սկսած անց ենք կացնում այդ 25-օրյա վարժական հավաքները, որը շատ լավ օգուտ է տալիս եւ ես թվեր չբարձրաձայնեմ, չասեմ, բայց արդեն մեծ քանակությամբ
տասնյակ, մի քանի եւ ավելի տասնյակ հազարավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ընդգրկվել են վարժական հավաքների, կատարել են իրենց պարտքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Հիմա մի րոպե, Ռուսաստանի Դաշնությունից կամ մյուս պետություններից կապ չունի, եկած քաղաքացին, ով որ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ ինքը գտնում է, որ ինքը միայն Հայաստանի Հանրապետություն պետք է գա մեկ միջոցառման մասնակցելու համար, մեկ օրվա ընթացքում եւ թողնել գնալ, ես գտնում եմ, որ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ։ Ինքը ճիշտ չի անում, այդ անձը ճիշտ չի անում։ Իսկ եթե ինքը ներկայանում է Հայաստանի Հանրապետություն, մենք ունենք համապատասխան համակարգ, չէ, հանրապետությունում, որ հաշվառվում է այս կամ այն անձը մտավ Հայաստանի Հանրապետության տարածք, եւ զինկոմիսարիատը իրավունք ունի, հաշվի առնելով, որ նրանք հաշվառված են եւ իրավունք ունի նաեւ նրանց ուղարկի համապատասխան թուղթ, որ իրենք էլեկտրոնային տարբերակով, որ իրենք զորակոչվում են բանակ վարժական հավաքություն մասնակցելու, ես դա սխալ չեմ համարում։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին։ Այս պահին մի շարք ընտրատեղամասերում իրականացվում են վերահաշվարկի աշխատանքներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի առաջնորդած Բարգավաճ Հայաստան կուսակցությունն անցնում է խորհրդարան, թե ոչ։ Քվեարկության արդյունքների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։ Այս փուլում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ։ Նախնական արդյունքները դրա համար են նախնական, որտեղ երբ ասում ենք նախնական արդյունք, դրա համար է նախնական, որտեղ այս արդյունքները դեռ պիտի ճշգրտվեն։ Հիմա այս պահին բազմաթիվ ընտրատեղամասերի վերահաշվարկի իրականացում։ Այդ վերահաշվարկի հետ կապված էլ մի բան տեղեկացնեմ։ Պատշաճ կարգի դիմում վերահաշվարկի մենք շատ քիչ ենք ստացել։ Կարող եմ դա ասել։ Մենք ստացել ենք 3 ուժերից վերահաշվարկի դիմումներ։ Բարգավաճ Հայաստան, ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք եւ Հայաստան կուսակցությունների դաշինք։ Միասնության թևերից։ Չէ, Հայաստանը սխալ ասեցի, միասնության թևերից։ Տեսեք, պատշաճ դիմում շատ քիչ է ստացել։ Այդ եմ ասում, պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել։ Ստացել ենք, բայց քանի որ դիմումները եղել են, այսինքն պատշաճ չի եղել, կային ներկայացրել, պիտի ընտրատարածք ներկայացնեին, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրել կամ ընտրատարածք ներկայացրել են թեկնածուն բոլոր տեղամասերի համար ներկայացրել է, իսկ դրա իրավունքը չուներ, այսինքն ինքը պիտի ներկայացներ թեկնածուն միայն այն տեղամասը, որտեղ ինքը արդյունքների ամփոփմանը ներկա է եղել։ Մեր ուղղակի մոտեցումը եղել է այս, հնարավորինս, որ տեղամասերը ցանկանում են, որպեսզի վերահաշվարկ իրականացվի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները իրենց նախաձեռնությամբ, այսինքն հասկացաք դիմումը չի եղել պատշաճ մերժվել է, բայց իրենք նախաձեռնությամբ սկսել են վերահաշվարկներ իրականացնել ու հիմա ընթանում են, այսինքն մենք Երևանում ըստ էության ունենք մի պատկեր, որ Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում երևի ամբողջը կվերահաշվարկեն, որովհետև միասնության թևերի կուսակցության պատգամավոր թեկնածուն այդպես է ցանկացել, այդպես է ներկայացրել եւ եղել է մոտեցումը, որ հնարավորինս այսպես ֆիզիկական նաև որովհետև ուրբաթ օրը 14:00-ն իրենք մինչև ժամանակ ունեն վերահաշվարկի, որպեսզի փորձեն այդ ամբողջ ծավալը իրենք իրականացնել։ Կա 2005 հատ արձանագրություն, այդ թվում այն արձանագրությունները, որտեղ որ արձանագրած են այն թվերը, ինչ որ մեր Բարգավաճ Հայաստան կուսակցության գործընկերները արձանագրել են, որ այս է մեր թվերը։ Եթե ուզում եք, խնդրեմ ծանոթացեք ներկայումս ընթանում է վերահաշվարկը։ Ընթանում է վերահաշվարկը եւ էլի ճշգրտված թվերը հրապարակվելու են։ Եվ շարունակելով ընտրության թեման, ես համոզմունք ունեմ, եթե այս ծավալի խախտումներ եւ միջամտություններ տեղի չունենային, իմ քաղաքական ուժի առաջնորդը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորության թեկնածու Գոհար Մելոյանը։ Նա ընդգծել է, որ իրենց քաղաքական ուժի առաջնորդը պատահական չէր պնդում, որ հաղթանակող ուժ են, քանի որ դա փաստող նախադրյալներ կային, այդ թվում սոցիալական ուսումնասիրությունները։ Ես քանի որ հիմա այն մարդն եմ, ով համոզմունք ունի, որ սա իրական արդյունք չի։ Մենք իրական ընտրական արդյունքների հետ գործ չունենք։
Սա քաղաքացու կամքի նկատմամբ ծայրահեղ միջամտություն է, ահռելի չափի իրավախախտումներ են։ Ես համոզմունք ունեմ, որ մենք քաղաքացու կամքը տեղ չի հասցվել, որպեսզի գնահատական տանք, բայց ստիպված կաշկանդվելու ենք այդ իրավիճակությամբ, որ ունենք ու փորձում ենք հիմա ինչ-որ չափով շտկել այդ իրավիճակը, որովհետև այն հանգամանքը, որ մարդկանց ահաբեկել են, մարդիկ չեն գնացել ընտրության, դա շտկելի չէ։ Ինչու են դրանք խախտումներ։ Խախտումները ոչ միայն քվեարկության օրն են տեղի ունենում, խախտումները մինչ ընտրության, մինչ քվեարկության օրն են իրենց ծավալով ու ամենաշատն ու ազդեցիկը տեղի ունենում, ինչը մենք փորձում ենք ահազանգել։ Այս պայմաններում քարոզչություն իրականացնելը, ես կարծում եմ, նորմալ նորածին քաղաքական ուժի համար անգամ համաշխարհային մակարդակով ինչ որ այտենց վաու անկրկնելի բաներ։ Բնականաբար ես ինքնակնդադատ եմ ու երբ որ հեսա ժամանակ ունենամ մի քիչ մտածելու վերլուծելու, շատ բաներ ինձ դուր չի եկել, իմ սրտով չէր, կարող սխալվել ենք, թերացել ենք, բայց հաշվի առեք, որ մենք ընդամենը մի քանի ամսական քաղաքական ուժ ենք։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպում անցկացնելու երկկողմ որոշում կընդունվի Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա կարծիք է հայտնել, որ մինչև ընտրական պրոցեսների ավարտը Հայաստանի վարչապետը զբաղված կլինի երկրի ներքին հարցերով, իսկ հետո կախված հետընտրական իրավիճակի վերջնականացումից արդեն երկկողմ մակարդակով որոշում կընդունենք, ասել է Պեսկովը պատասխանելով Փաշինյանի և Պուտինի հանդիպման հնարավոր պլանների մասին։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև այս պահը չի շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաղթանակի առթիվ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը հունիսի 9-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունում սպասում են ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները պայմանավորվել են դիտարկել Հայաստանի կողմից 2 տարի կազմակերպության անդամավճարները չվճարելու համար երկրի նկատմամբ կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ամփոփելով ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքները։ Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարից հայտարարել է ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը սառեցնելու մասին և չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին։ Հայաստանը 2024 թվականին և 2025 թվականին ՀԱՊԿ-ի անդամավճարը չի վճարել։ ՀԱՊԿ-ի կանոնադրության 25-րդ հոդվածում նկարագրված է, թե ինչ է նախատեսվում այն իրավիճակներում, երբ անդամ պետություններից որևէ մեկը 2 տարվա ընթացքում չի կատարում կազմակերպության նկատմամբ ֆինանսական պարտավորությունները։ Նշվում է, որ այդ իրավիճակում ՀԱՊԿ խորհուրդը կկասեցնի այդ երկրի քաղաքացիների կազմակերպություններում քվոտային պաշտոններ զբաղեցնելու իրավունքը, ինչպես նաև նրանց կզրկի կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքից մինչև պարտքի լրիվ մարումը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին հարցաքննվել է քննչական կոմիտեում։ Նա հերքել է իրեն առնչվող նոր մեղադրանքը, այն որակել անհիմն։ Այս մասին այսօր հայտնեց նրա փաստաբան Էմին Խաչատրյանը։ Խաչատրյանի խոսքով քրեական վարույթ նախաձեռնվել է 2019 թվականին։ Գագիկ Ծառուկյանը սակայն մինչև 3 այդ քրեական վարույթի մասին տեղյակ չի եղել։ Նախօրեին Ծառուկյանի նկատմամբ առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը ստանալու քրեական հետապնդում է հարուցվել, խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Փաստաբանն ընդգծեց, դատախազությունը պարտավոր էր նախ դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողով, քանի որ Գագիկ Ծառուկյանը պատգամավորի թեկնածու է, հետևաբար ունի անձեռնմխելիություն։ Դատախազը 2026 թվականի հունիսի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ, արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից։ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, համակցված 20 միլիոն դրամ գրավով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին Դոնալդ Թրամփը գրառում է կատարել Truth Social սոցցանցի իր միկրոբլոգում։ Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի համապետական ընտրություններում տարած վստահ հաղթանակի կապակցությամբ։ Ես շատ հպարտ եմ, որ աջակցել եմ նրան վերընտրվելու հարցում եւ կասկած չունեմ, որ նրա ղեկավարությամբ հրաշալի Հայաստանը կհասնի մեծ հաջողությունների եւ բարգավաճման այնպիսի մակարդակի, որը կգերազանցի բոլորի սպասումները, հայտարարել է Թրամփը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասված է. Իմ ժողովրդի եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացրած խորհրդարանական ընտրություններում ձեր ղեկավարած քաղաքացիական պայմանագիր կուսակցության արձանագրած հաջողության առթիվ եւ հաջողություն մաղթում երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում։ Ես լիովին հավատացած եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության եւ կայունության հաստատման եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ ձեր ռազմավարական տեսլականը հաջողության ավարտին կհասցվի։ Օգտվելով առիթից կրկին մաղթում եմ ձեզ առողջություն եւ բարեկեցություն, իսկ Հայաստանի ժողովրդին բարգավաճում եւ երջանկություն։ Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդի եւ հանքային ջրի արտահանման աջակցության միջոցառումը։ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման արգելքի կամ սահմանափակումների ֆոնին։ Կառավարությունը նախագծին հավանություն տվեց հունիսի 11-ի նիստի ընթացքում։ Նախորդ շաբաթ կառավարությունը հաստատեց Հայաստանից արտահանվող ջերմատնային արտադրության թարմ լոլիկի, պղպեղի, ելակի եւ ծաղկի արտահանման աջակցելու միջոցառումը, որի նպատակն էր նպաստել արտահանման շուկայի դիվերսիֆիկացմանը եւ մատակարարման նոր շղթաների ձևավորմանը։ Այս համատեքստում սույն նախագծով առաջարկվում է հաստատել նույնաբովանդակ երկրորդ միջոցառումը ծիրանի, սալորի, կեռասի, հանքային ջրի, գինու եւ բրենդի արտահանումը խթանելու նպատակով։ Նախագծով առաջարկվում է հունիս ամսվա ընթացքում արտահանում իրականացնող տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափով. ծիրանի 1 կիլոգրամի համար 200 դրամ, սալորի, դեղցի եւ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 դրամ, կեռասին 400 դրամ, շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 դրամ, շշալցված բրենդի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 դրամ եւ հանքային ջրի համար 150 դրամ։ Պարոն վարչապետ, տնտեսվարողների համար ծրագրի շահառու դառնալու մեխանիզմն ավելի հասկանալի լինելու համար ներկայացնեմ, որ նշված ապրանքների արտահանումը հունիս ամսվա ընթացքում իրականացնելուց հետո փոխհատուցման նպատակով տնտեսվարող սուբյեկտը դիմում է էկոնոմիկայի նախարարություն եւ ներկայացնում է երկու փաստաթուղթ։ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտահանման նպատակով լրացված տարանցման հայտարարագիր կամ արտահանում մաքսային ընթացակարգով ձևակերպված հայտարարագրի պատճենները, ինչպես նաև հաշվարկային փաստաթուղթը նույն ինքը հաշիվ ապրանքագիրը։ Այս որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները եւ կնպաստի կազմակերպությունների բնականon գործունեության ապահովմանը։ Պարոն վարչապետ, նաև ուզում եմ վերջում մի դիտարկում անել, որ այս նախագիծը տարածվում է հունիսի 1-ից արտահանում իրականացված ապրանքների վրա, եւ քանի որ կառավարությունը նաև իր հանրային խոսքում նշել էր, որ նմանատիպ ծրագիր լինելու է, հունիսի 1-ից հետո իրականացվել են արտահանումներ, օրինակ բերեմ, այս ընթացքում արտահանվել է շուրջ 257,000 կիլոգրամ կեռաս, 64900 կիլոգրամ ծիրան եւ այդ արտահանումներ իրականացրած կազմակերպությունները նույնպես կարող են դիմել այս ծրագրին եւ ամսվա ավարտին ստանալ փոխհատուցում։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով ավիացիայի ոլորտում Հայաստանի համար առաջնային լուծում պահանջող խնդիրներից մեկը Երևանի Զվարթնոց օդանավակայանի ընդլայնումն է։ Այս մասին վարչապետ Փաշինյանը խոսել է կառավարության նիստի ընթացքում։ Զվարթնոց օդանավակայան կարճ ասած չի երիքում։ Պրոբլեմը պետք է ընդլայնվի հնարավորինս արագ տեմպերով։ Երկրորդը քաղաքացիական ավիացիայի կոմիտեի
Այսինքն մարմնի այնպիսի բարեփոխումը, որտեղ մենք կարողանանք լիարժեք այն ներուժը, որ մեզ հնարավորություն կտա ունենալ միջազգային մակարդակի ավիացիոն անվտանգության ստանդարտներ եւ ոչ միայն ունենալ, այլև դրանք անդադ թարմացնել եւ դրանց կիրառման պատշաճ որակը ապահովել, դա նույնպես անհետաձգելի հարց է։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք օրակարգում ունենք Սյունիք օդանավակայանի միջազգայինի կարգավիճակ տալու հարցը, դա շատ մեծ տնային աշխատանք է պահանջելու մեզնից եւ իհարկե Շիրակ օդանավակայանի հետագա զարգացման հետ կապված աշխատանքները, որը այս համատեքստում իհարկե կրկին դիտարկելի է։ Հայաստանի կառավարությունը շարունակում է աջակցել արտահանողներին սուբսիդավորելով մի շարք ապրանքների մաքսատուրքերը եւ տրանսպորտային ծախսերի զգալի մասը։ Արդյունքում արդեն արձանագրվել են արտահանումներ Վրաստան, Հունաստան, Ուկրաինա, Ղազախստան եւ այլ երկրներ։ Այս մասին ազգային ժողովում ասաց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, պատասխանելով պատգամավոր Արուսյակ Մանավզյանի հարցին, թե ինչ իրավիճակ է արտահանման աջակցության ծրագրի առումով։ Նախարարը հիշեցրեց, որ կառավարության որոշումներից մեկով արդեն հաստատվել էր ջերմոցային տնտեսությունների արտադրանքի արտահանման աջակցության ծրագիրը։ Այս պահի դրությամբ արդեն իսկ տրամադրվել է ընդհանուր առմամբ ավելի քան 21 միլիարդ դրամի վարկ մոտ 14000 շահառուների, ինչ վերաբերվում է առաջին հարցին, ապա կառավարության որոշումներից մեկով արդեն իսկ ուրեմն մի շարք ապրանքներ, մասնավորապես ջերմոցային տնտեսության ապրանքները նախորդ կառավարության նիստով հաստատվել էր եւ կառավարությունը սուբսիդավորում է իրենց մաքսատուրքը եւ տրանսպորտային ծախսերի մի զգալի մասը, որի արդյունքում արդեն իսկ ունենք արտահանումներ Վրաստան, Հունաստան, Ուկրաինա, Ղազախստան եւ այլ երկրներ եւ այս process-ը շարունակական է եւ մենք ակնկալում ենք շատ ավելի մեծ ծավալներ, սա մեկ եւ եւս տեության այստեղ սահմանափակում չկա, ինչքան շատ արտահանեն, մենք այդ ամբողջ ծավալը կսուբսիդավորենք եւ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ ամեն հաջորդ օրը ծավալները շարունակական մեծանում են։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Նա նշեց, որ այդ քրեական գործով բացահայտվել է ներմուծման եւ վաճառքի ընթացքում թաքցրած հարկեր։ Գործը այս պահին քննվում է 19 թե 24 թվականի մասին է խոսք գնում նաեւ խոսքը վառելիքի ներմուծման ոլորտին է վերաբերում, վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի մասին է խոսք գնում, որը նախկինում է ըստ էության բացահայտվել եւ այդ գործով հիմա վաղուց քրեական գործ կա հարուցված, այդ քրեական գործի քննության արդյունքում եկել է մի կետի մեր քննչական կոմիտեն, որ այդ գործողության անհրաժեշտությունն է առաջացել։ Ցանկացած քրեական գործ իհարկե մեր քննչական կոմիտեի գործընկերները ավելի մանրամասն կմեկնաբանեն, որտեղ իրենց դիրիքում է այս բային հարցը, որտեղ պետական եկամուտների կոմիտեից վաղուց է դուրս եկել այդ աշխատանքը, եւ բնական է, որ որոշակի հասունության ժամանակ լինում են նաեւ նմանատիպ գործողություններ։ Այլ թեմաների մասին Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ փողերի լվացման գործի շրջանակներում։ Վիգեն Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, քանի որ նա Հայաստանում չէ։ Այս մասին հայտնեցին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ ավելի քան 200 միլիոն դրամ արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ փողերի լվացման գործով հունիսի 5-ին ձերբակալման որոշում էր կայացվել Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու Արտյոմ Խաչատրյանի, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի եւ նախկին պրոռեկտոր Արտուր Ավագյանի, Երևան մոլ առևտրի կենտրոնի նախկին փոխտնօրեն Հարություն Թադևոսյանի նկատմամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է.
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության պետական տոնի Ռուսաստանի օրվա առիթով։ Այս նշանակալի տոնը մարմնավորում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների պատասխանատվությունը իրենց երկրի ապագայի հանդեպ, ինչպես նաև պետության զարգացման ուղու անկախ ընտրությանն ուղղված բարեկամ ռուս ժողովրդի ձգտումը։ Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների բազմակողմանի կապերը, ինչպես նաև միմյանց ինքնիշխանության եւ պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետև եւս կնպաստեն համագործակցության ամրապնդմանը եւ մեր երկրների միջև համագործակցության հնարավորությունների ողջ շրջանակի օգտագործմանը։ Մաղթում եմ ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, բարօրություն եւ հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի ժողովրդին ամենայն բարիք եւ բարգավաճում։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը խոսելով ընտրությունների մասին նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ։ Նախարարի խոսքով բոլոր քաղաքական ուժերի համար ապահովվել են պատշաճ պայմաններ, նախընտրական քարոզարշավ իրականացնելու նպատակով։ Ես ուզում եմ փաստել նորից, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ։ Մեր ընտրական օրենսգիրքը տալիս է բոլոր քաղաքական ուժերին բոլոր հնարավոր գործիքակազմերը հետևելու այդ ամբողջ գործընթացին եւ հավաստիանալու, որ ընտրական process-ները պատշաճ են կազմակերպված, ընդ որում ընտրատեղամասերում ունենալու վստահված անձինք, ընտրատեղամասում կան նաեւ դիտորդներ, ընտրատեղամասերում տեսահսկման համակարգով հեռարձակումներ գոյություն ունեն, որոնց եւս հսկում են տարբեր ներկայացուցիչներ եւ կարծում եմ այս ամբողջ process-ի արդյունքում ես գոնե թե չեմ տեսել մինչև այս պահը քաղաքական որևէ ուժի կողմից որևէ ներկայացրած արձանագրում, որը կլինի փաստահեն, իրավաչափ եւ նմանատիպ պնդման կհանգեցնի։ Ճեպազրույցի ժամանակ Արփինե Սարգսյանը անդրադարձավ նաև 12-ամյա աշակերտի օրգանիզմում ենթադրյալ թմրամիջոց հայտնաբերելու դեպքին, նշելով, որ սա մտահոգիչ է եւ ամբողջ իրավապահ համակարգը այս պահի դրությամբ պատշաճ կերպով դիտարկում է դեպքը։ Ես ուզում եմ նշել այս դեպքի մասով, որ նախ դեպքը մեզ համար մտահոգիչ է, որովհետև առաջին անգամ է կարծես թե նմանատիպ իրավիճակ, երբ որ ունենք այսպիսի դեպք, ամբողջ իրավապահ համակարգը այս պայծրությամբ պատշաճ կերպով դիտարկում է դեպքը, ունենք հաղորդում, որը փոխանցել ենք հնչական մարմնին, ոստիկանությունը օպերատիվ հետախուզական ինտենսիվ աշխատանքներ է տանում, սկզբից ունեինք անձ նույնականացված, բայց կարծես թե փաստերը բավարար չէին եղել, որպեսզի վստահ լինենք, որ տվյալ անձի կողմից է կատարվել, հավելյալ մանրամասներ այս պայծրությամբ չեմ կարող հայտնել, բայց ուզում եմ նշել, որ փորձաքննության արդյունքում, ինչպես գիտեք, թմրամիջոցի հետքեր նախնական տվյալներով հայտնաբերվել։ Այս պայծրությամբ աշխատում ենք, որպեսզի տեսնենք ամբողջ պատկերն ինչպիսին է եւ արագ գնանք առաջ, վստահ եղեք, որ հարցը իմ հսկողության ներքո է գտնվում եւ ցանկացած ճշգրիտ ինֆորմացիա ունենալու պայմաններում կհանրայնացնենք։ Այսօր տեղի է ունեցել ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որտեղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարծիք է հայտնել, որ մայրաքաղաքում խցանումները տնտեսական աճի պատճառով են։ Ըստ նրա, ավտոմեքենաների համար պետք է մտցվեն որոշակի սահմանափակումներ։ Ավինյանի խոսքով սա է լինելու այն փաստահեն արդյունքը, որ քաղաքապետարանը ունենալու է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի աշխատանքի արդյունքում։ Նախ եկեք հասկանանք ինչու է առհասարակ Երևանում քաղաքում խցանումներ։ Առաջին եւ հիմնական պատճառը տնտեսական աճն է, եւ այս տնտեսական աճը բերել է մարդատար ավտոմեքենաների քանակի, ահռելի ավտոմեքենաների քանակի աճի։ Եվ էականում մենք որքան էլ Երևան քաղաքում ավելացնենք հանրային տրանսպորտը, որը մենք տարիների ընթացքում անընդհատ իրականացրել ենք, հանրային տրանսպորտը իր ժամանակացույցով չի կարողանալու աշխատել, եթե մենք չունենք սահմանափակում մարդատար ավտոմեքենաների համար։ Մարդատար ավտոմեքենաների համար վստահորեն պետք է մտցվեն որոշակի սահմանափակումներ եւ դրանք փոխարինվեն հանրային տրանսպորտի առանձնացված ուղեգծերով, ամբողջական ուղեգծերով եւ Երևան քաղաքում, ինչպես նաեւ եվրոպական բոլոր քաղաքներում իրականացվելու է այս ծրագիրը, բայց արդեն թվերի հիման վրա։ Այսինքն մենք այս պիլոտի արդյունքում ունենալու ենք հստակ թվեր, թե քանի ավտո է մուտք գործում այս պայծրությամբ Երևան քաղաք, ինչ չափի կայանման
տեղեր պետք է ստեղծվեն քաղաքի մուտքերի մոտ, քաղաքի որ հատվածներում ինչ կայանման տեղեր պետք է ստեղծվեն եւ ինչ տեսակի սահմանափակումներ են մտնելու մարդատար ավտոմեքենաների համար եւ առանձնացված գծերը ավտոբուսային եւ տրոլեյբուսային, որ հատվածներով են անցնելու։ Սա է լինելու այն փաստահեն արդյունքը, որ մենք ունենալու ենք ԵԵԿԿ-ի աշխատանքի արդյունքում, Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի աշխատանքի արդյունքում եւ մենք հուսով ենք, որ նախնական պատկերը ունենալու ենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, իրականացնելու ենք 2027 թվականին։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այսօր քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզպետներ Ահարոն Սահակյանի, Կարեն Սարգսյանի եւ ճանապարհային դեպարտամент հիմնադրամի պատասխանատուների հետ այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի հատված, որտեղ 3 կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել։ Նախարարը շրջայց է կատարել, ծանոթացել է վնասների չափերին եւ տեղում պատասխանատուների հետ քննարկել կամրջի հիմնանորոգման եւ նշված հատվածը հնարավորինս արագ երթևեկելի դարձնելու համար կարճաժամկետ եւ երկարաժամկետ լուծումները։ Այս պահին էլ տեղում աշխատանքներ են տարվում փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ։ Ներկայում ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց ուղղությամբ 1 գոտիով։ Այլ թեմաների մասին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում հունիսի 14-ին ամփոփում է ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները։ Այս պահին իրավիճակի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պաշտոնական ցանկացած մեկնաբանություն կարող է ընկալվել որպես կանխակալ կարծիք։ Ուստի կոչ ենք անում սպասել հունիսի 14-ի քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը։ Նիստը հեռարձակվելու է ուղիղ եթերով, բաց է լինելու նաև լուսաբանման համար։ Նիստից անմիջապես հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հանդես կգա մամուլի ասուլիսով, ասվում է հաղորդագրությունում։ Ուժեղ Հայաստան դաշինքը դիմում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։ Դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։ Մենք ներկայացրեցինք 2026 թվականի հունիսի 7-ի ազգային ժողովի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմում։ Նշված դիմումի շրջանակներում ներկայացրել ենք այն մասշտաբային ընտրախախտումները, որոնք տեղի են ունեցել նախքան քվեարկության օրը, ինչպես նաև քվեարկության օրը ևս։ Մենք հատկապես նաև շեշտադրել ենք այն բոլոր ռեպրեսիվ գործողությունները, որոնք տեղի են ունեցել, վարչական ռեսուրսի չարաշահումները, ատելության խոսքը ևս։ Ուզում եմ մի կարևոր հանգամանք բացահայտեմ ձեզ, որ այս ժամանակահատվածում հատուկ առանձին անդրադարձ չենք կատարում։ Մեր կողմից ներկայացվել էր մի քանի դիմումներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, թե ատելության խոսքի վերաբերյալ, թե վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ։ Մենք դրանց հետ կապված ստացել էինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի կողմից անգործությունը, մի կողմից մերժումը։ Դրանք բոլորը բողոքարկվել էին վարչական դատարան եւ մենք ունենք նաեւ վարչական դատարանի վճիռներ, որոնցով այս խնդիրները արձանագրված են։ Այսինքն սա ոչ միայն մեր կողմից գնահատողական դատողություններն են, այլ սա նաեւ դատական ակտերով հստակ արձանագրված հանգամանք։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բողոքի ակցիա է իրականացրել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց։ Հիշեցնենք, որ 3 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել անբավեր ճանաչել 2 ընտրական տեղամասի 35/65 եւ 10/51 արդյունքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ այդ ընտրատարածքներում քվեարկության մասնակիցների թիվը արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ։ Այս որոշման արդյունքում ԲՀԿ-ն կորցրել է 213 ձայն։ Մենք ունենք միայն մի սպասելիք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր գործունեությունը ծավալի Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի եւ սահմանադրության շրջանակներում, այլ ոչ թե լինի այս կամ այն քաղաքական ուժի, տվյալ դեպքում քաղաքացիական պայմանագիր եւ Նիկոլ Փաշինյանի ցանկությունների, երազանքների եւ այլն կամակատարը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու յուրաքանչյուր քվեն ինքը անսասան եւ անհերքելի իրավունք է, որից այսօր մեզ փորձում են զրկել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել իր սպասարկման տարածքում գտնվող 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները։ Այս տեղամասում քվեարկության օրը բացակայել է 8 համարի քվեաթերթիկը։ Թիվ 12/13 տեղամասի քվեարկության մասնակիցների թիվը 809, որոշման համաձայն արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ։ Ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները բացառությամբ անճշտությունների չափի ըստ որոշման արձանագրվել են 0։ Ընտրական տեղամասի նյութերն ուղարկվել են դատախազություն։ Մարտի 1-ի գործով մեղադրյալ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի ներկայացել հունիսի 12-ին դատական նիստին։ Այդ պատճառով դատավորը որոշում է կայացրել նրան բերման ենթարկելու մասին։ Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող սահմանադրական կարգի տապալման գործով մեղադրյալի կարգավիճակում էին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից ստացված առերևույթ հանցագործության մասին հաղորդումների համաձայն Տիգրան Վարդանյանը և Երևանի պետական համալսարանի դասախոս Ալեն Ղևոնդյանը տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների օգտագործմամբ ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր են կատարել։ Տիգրան Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, իսկ Ալեն Ղևոնդյանը ձերբակալվել է նրա վերաբերյալ դատարան խափանման միջոց ներկայացնելու նպատակով։ Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է։